Դերասան Աշոտ Պողոսյանի գործունեությունն ու անձնական կյանքը մշտապես հետաքրքիր են հանրության համար։ Նրա և Ռոմելա Սարգսյանի ամուսնալուծությունը դարձավ ամենաքննարկված թեմաներից մեկը։ Սակայն կարճ ժամանակ անց Աշոտը փորձեց կրկին դասավորել իր կյանքը։ Star News-ն արդեն հայտնել է, որ Աշոտ Պողոսյանն ամիսներ առաջ Իտալիայում ամուսնացել է։ Դերասանը կնոջ հետ երկար ժամանակ հրապարակումներով հանդես չէր գալիս, սակայն օրերս նրա կինը Լյուսին ինստագրամյան էջում հարսանիքից նոր կադրեր է հրապարակել ու ստացել բազմաթիվ շնորհավորանքներ։ Star News-ը ևս մեկ անգամ շնորհավորում է զույգին և առաջարկում ձեզ դիտել բացառիկ կադրերը։ Հավելենք նաև, որ Աշոտը իր և Ռոմելա Սարգսյանի ամուսնալուծության մասին հայտնել էր դեռ 1 տարի առաջ։ Նա Bravo FM-ի հետ զրույցում նշել էր, որ հստակ է լուրը և անկեղծացել, որ իր սիրտը ազատ է։ Ոչ ոք չկա կյանքումս։ Եթե լինի մարդ, որին կսիրեմ, մեծ հաճույքով կհայտնեմ այդ մասին։ Անձնականումս ամեն ինչ հրաշալի է, վայելում եմ ինձ տրված կյանքը, հարազատ մարդկանց։ Դերասանը նաև ընդգծել էր, որ որոշ ժամանակ հետո կբացահայտի նախկին սիրելիից բաժանման իրական պատճառները։ Նույն ընթացքում Աշոտ Պողոսյանը աշխատանքային բուռն շրջանում էր։ Նա նկարահանվում էր «Հոպարիկ գանձերը» սիթքոմում, գլխավոր դերակատարներից մեկն էր։ Իրականում ռիսկային էր ինձ համար այս ձևաչափը, քանի որ հումորային նախագծերի մեծ փորձ չունեմ, թերևս միայն անուղելիները։ Դա էլ սերիալ էր։ Հետաքրքիր էր փորձել, կարծում եմ, ստացվել է։ Ցանկանում եմ հանդես գալ տարբեր ժանրերի նախագծերում։ Դերասանը խոստովանել էր նաև, որ նոր սիթքոմի նկարահանումներին խնդիրներ առաջացել են, բայց կարողացել են միմյանց օգնությամբ հաղթահարել դրան։ Երբեք չեմ հոգնում նկարահանումներից։ Շուտով առաջին եթերաշրջանը կավարտենք։ Սկզբում նկարահանումները Եգիպտոսում էին, և այդ 1 ամիսը եղել է իմ կյանքի ամենաերջանիկ ամիսներից մեկը։ Հուսով եմ, դեռ երկար կաշխատեմ ստեղծագործական խմբի և դերասանների հետ։ Իր կերպարը սկզբում նույնպես դժվար է ընդունվել, բայց ընթացքում ամեն ինչ ստացվել է։ Կարևորում եմ նկարահանվել լավ ու որակյալ նախագծերում և դերասանի հետ աշխատել ցանկացող ռեժիսորի հետ։ Մինչև վերջերս խաղում էի Պարոնյանի անվան թատրոնում, շատ եմ սիրում թատրոնն ու հուսով եմ շուտով կվերադառնամ բեմ։ Թատրոնն իմ էներգիայի աղբյուրն է, նշել էր դերասանը։ Վերջին տարիների ընթացքում Աշոտը նաև ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական հարթակներում, որտեղ էլ տեսանյութեր է հրապարակում։ Բովանդակությունն էլ շատ հետաքրքիր։ Սիրել նշանակում է ինչ-որ մեկին հնարավորություն տալ քեզ ոչնչացնելու, բայց վստահ լինել, որ նա դա չի օգտագործի։ Այս հրապարակումից հետո համացանցում քննարկում էր սկսվել, և լրատվական որոշ կայքեր նմանօրինակ վերնագրերով նյութեր էին տարածել։ Ռոմելա Սարգսյանի նախկին ամուսինը սկանդալային խոսքեր է ասել։ Այս թեմայի վերաբերյալ Աշոտը խոսել էր հարցազրույցներից մեկի ընթացքում, նշելով հետևյալը. «Ինչ վերաբերվում է համացանցում տարածված տեսանյութերին, ասեմ, որ որոշել եմ կիսվել այն մտքերով, որոնք որ ինձ դուր են եկել, ու փորձել մարդկանց դրական էմոցիաներ հաղորդել։ Դա կլինի թե սիրային, թե աստվածաշնչյան թեմաներով, ու հուսով եմ մարդկանց դա դուր կգա։ Պետք չէ ասոցացնել տեսանյութերը որևէ մեկի կամ որևէ բանի հետ։ Ինչ վերաբերում է անձնական կյանքիս, անձնականումս ամեն ինչ լավ է։
Չեմ ուզում ներկա պահին փակագծերը բացել, կցանկանայի ավելի ուշ դրա մասին խոսել։ Անդրադառնալով Ռոմելա Սարգսյանի հետ այս հրապարակումն ու խոսքերը ներկայացնելուն դերասանը նշել էր. «Ես չեմ ուզում տվյալ մարդու հետ կապված որևէ բան ասել, ոչ մի կերպ ասոցացվել, ընդհանրապես այդ մարդու մասին խոսել։ Իմ կյանքում անցյալում ինչ եղել է։ Ես անցյալից ոչինչ չեմ ուզում խոսել։ Միայն կարող եմ ասել, որ ներկայումս ձեր նշած անձնավորության հետ որևէ կապ չունեմ և երբեք չեմ ունենա»։ Նշենք նաև, որ վերջին ամիսների ընթացքում էլ Աշոտը նկարահանվում էր ամենասկանդալային ու քննարկված «Վերջին զանգ» հեռուստասերիալում, սակայն այս պահին համագործակցությունը պասիվ շրջանում է։ Թե կվերադառնա արդյոք Աշոտը հեռուստասերիալ, թե ոչ, սցենարային անձնակազմը դա շուտով մեզ ցույց կտա։ Հավելենք նաև, որ Աշոտ Պողոսյանը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 10-ին Գեղարքունիքի մարզի Ծակ-Քար գյուղում։ 2012-ից 2016 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում Սաթենիկ Մաթևոսյանի կուրսում, որտեղ էլ հենց ծանոթացել է դերասանուհի Ռոմելա Սարգսյանի հետ։ Ռոմելան ու Աշոտը որոշ ժամանակ ընկերություն անելուց հետո իրար հավերժ սիրելու երդում էին տվել, սակայն տարիներ անց ամեն բան քանդվեց։ Ռոմելա Սարգսյանն ուսումն ավարտելուց հետո սկսեց նկարահանվել հեռուստասերիալներում։ Իրար հաջորդող գլխավոր դերեր «Հաջողություն» ու «Մեծ սեր» հեռուստադիտողի կողմից։ Հարկ է նշել, որ սկզբնական շրջանում Ռոմելան չէր հայտնում այն մասին, որ ամուսնացած է, և միայն հայտնությունից տևական ժամանակ անց Ռոմելան հարցազրույցներից մեկի ընթացքում նշեց, որ արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած է։ 1 տարի առաջ էլ հենց սկսվեցին խոսակցություններն այն մասին, որ Ռոմելան ու Աշոտը ամուսնալուծվել են։ Բանն այն է, որ Ռոմելային շատ հաճախ տարբեր միջոցառումների ժամանակ կարելի էր նկատել Գևորգ Գրիգորյանի ուղեկցությամբ, ում հետ էլ հետո հարաբերություններ սկսեց Ռոմելան, այդ մասին նա հայտնել էր սոցիալական էջերում, սակայն նրանք ևս ամիսներ անց հայտարարեցին բաժանության մասին։ Աշոտ Պողոսյանի մասին խոսքը շարունակելով նշենք, որ 2016-ից 2018 թվականներին Աշոտը սովորել է արվեստի կառավարում բաժնում, 2017-ից 18 թվականներին աշխատել է Պատանի հանդիսատեսի թատրոնում, իսկ 2022 թվականի փետրվարից Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի դերասան է։ Թատրոնի մասին Աշոտը խոսել էր իր վերջին հարցազրույցներից մեկի ընթացքում։ Դերասանը առանձնակի մեծ սիրով խոսում է հենց Պարոնյանի անվան պետական երաժշտական թատրոնի մասին։ Նա նշում է, որ եթե մեկ օր վերադառնա թատրոն, ապա հենց կցանկանա նույն թատրոն վերադառնալ։ Աշխատակազմը, բեմն ու հանդիսատեսը, այնտեղ այլն։ Իր վերջին հարցազրույցների ընթացքում նշել էր Աշոտը, իսկ մենք այս տեսանյութի համար առանձնացրել էինք այսքանը։